Կյանքում փնտրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես ճղճիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյացման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Տղաներ, հասո ինձ տեսել եք Հալի գնացել ենք քնելու Տարօրինական Այսօր մի քիչ լուրջ խոսակցություն ենք ունեցել Հուսով եմ չեն նեղել Պահու Օջախի խորոտիկ աղջիկ կնարար աղջիկ օջախի աղջիկ համովիկ օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ Գայան ջան, ախր հասկացի, մենք իսկականից մոդելներ ենք։ Խնդրում եմ, հեռախոսը դուրս զանգեք, մենք ես կապացցենք։ Հարց չկա, կուդամ ուժ պետք է զանգեք, բայց ես այսօր իրիկունը վայբերով, կարևոր զանգ ունիմ, կուրսեցի Սամվելիգը ընձի վայբերով ճարել է, մի կուզե իրար հետ վիդեոզվանոկ ենենք։ Ճիշտ նոր ասեմ, այն տարիներին քիչը իրար համակրել ենք։ Ասածս ինչ է, որ դուք ձեր ձևերով քիչը կրնանակ ընձի հետերային սարքեք։ Ես էլ հեռախոսը կուդամ զանգեք։ Վայ Գայան ջան, դու խնդիր չունես, եղեցկացնելը մեր բնագավառն է։ Ճիշտ ասած Սամվելիգս քսված աղջիկներին սիրեգը։ Դե ես է կուզեմ քիչեմ տպավորություն թողնիմ։ Մենք հեսա ամեն ինչ կանենք, ասեմ ավելին։ Այս մոդելի Samsung-ների տեսախցիկ այնքան որակով, որ դաժ առանց մեր մեյքափի դու կլինես Լեննա Գանցի Մոնիկա Բելուչին։ Հա? Խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Արաբավոր կարայիք սենց իլել Բախի չէիք իլեմ Ոնց ասում է Գուսան Ռազմիկամյանը, Շիրազը, թե տեսներ, կասեր վախ հորը սարը վարա Մորը սարը վերջն է կերեխեք Որ չեմ կողմնորոշվում որ մեկիտ համարը վերց եմ սպթուց Որ մեկիտ ուզողին էտ համ տենամ Որ մեկիտ էտ մարդի ութից առաջ կրվեմ բաժնվեմ Այս կոկորդիլոսները որոշել են դառնան եղնիկներ Ես ինչքան էլ սրանք կուզենան դառնան եղնիկներ, մեկա նույն եղոներն են։ Ժամանակն է ցույց տալու սրանց թե ովքեր են բարև դες գեգեցկուհի արտահայտության իսկական տիտղոսակիրները Մանիկյուրը կապ չունի մատների վրա է, դա կնոջ դեմքն է։ Մի աղջի խոտում արտասպան չես։ Գայան ջան, դիմացի, այս հոնքանելը ծննդաբերության պես մի բան է։ Պետքա դիմանաս ու խորը շունչ քաշես, արագ։
Հարգարժան գեղեցկուհիներ։ Վաղը ձեր պայքարը կստանա հանգուցալուծում։ Դուք 3 տարբեր վայրերում կհանդիպեք Թոմասին։ Այդ ամենը կկազմակերպեն Ավագյանը, Մինասյանը ու Ռուդին։ Որովհետև երեկվանից նրանք այնքան լավ հարաբերությունների մեջ են, որ Թոմասը երևի Մինասյանին հարազատ քեռուս շատ է սիրում։ Ով է հասնելու Թոմասի սրտին, իսկ ով է վերադառնալու Երևան, Ձեռնունայն։ Ով է մի քանի օրից պտտվելու Rolls Royce-ով, իսկ ով է աշխատանքից տուն վերադառնալու 46 համարի երթուղայինով։ Ով է սկսելու կրել բրենդային հագուստ, իսկ ով է աչքի լույսի պես պահելու հատգնացած կալգոտկան։ Եվ վերջապես, ով ունի հաղթողի հոգեբանություն եւ ով է ամենաթույլ օղակը։ Բանկ, անկեր հաղորդավար, ուզում եք ասել, որ սրանցից ինչ-որ մեկին պետք է հա ընտրի։ Թոմաս այսինքն այնքան կույր, որ սրանցից ինչ-որ մեկին պիտի հավանի։ Աղջի, Թոմասը շատ լավ տեսողություն ունի ու հավատա ինձ, ինքը տարբերում է մարդուն փչովի բատուտից։ Լսի բատուտը դու ես այ հարթաթաթ։ Աղջիկներ, այս թշնամանքը լավ կլինի թողնեք վաղվա համար։ Բոլորիդ հաջողություն։ Բաձր Իզաբելլա Ադամովնան, չի ուզում երկնքից իջնի այս պայքարին մասնակցի մի քիչ։ Իզաբելլա Ադամովնան, որ հարկ լինի կխառնվի։ Այո, ինքը հիմա երկրորդ հարկում է։ Ու երբ ուզի ցանկացած պահի կիջնի երրորդ հարկ։ Շատ լավ ստացվել։ Դու հիմա ոչ թե բլդուղ կայանն ես, այլ գլամուր կայանը։ Բարև ապջան, ինչ ես։ Այոր կայանի ջան, ես ինչ փոխվել ես փոխվել, ես ինչ կեշ ես։ Ծլուշ կսես կեշը։ Հա, քեզի չի սազեք քսված, ես քեզի ճաբրոտ կսիրեմ։ Սայլու գանդեշ։ Հա, բա դու երբես քսվոր հմի է քսվել ես, պատմելը տեսնի միշ կա, ես ուր ես։ Բարսավիրանոցում եմ, բյութի սալոն կաշխատցնեմ։ Դյա ես է աշխատողներս են։ Ընիք մանիկյուրշից ասե, ես մեկը խարրվեն ենողն է, ես էլ փողերը հավակողն է։ Լսանա եմ դու ուրդեղ ես, ինչ կենես։ Հլդուղ ջան, ես է Չելյաբինսկ եմ, այսօր 400 մետր ասվալտ ենք փռե։ Դե դու միշտ է դուխով տղա ես եղե, աբրիս։ Հələ մեր ոպեմ գայանի գաշկիս կաբերը լավ չէ։ Թոմասը լողավազանում է, գրոհեք։ Կարող եմ ձեզ միանալ։ Բա, իհարկե, Աչոն ջան, արի։
ես էլ միանալ։ Այո, իհարկե։ Ուրեմն բաժանվում են թիմերի։ Ես Ավակյանը, Վիլենը, Հասոն, Ռուձիկը ու Թովմասը։ Վիլեն ջան, շատ հետաքրքիր ձեռքեր ունես, թույն ուդար ես անում։ Բայց Հասոնն էլ լավ ուդարներ ունի, ոնց որ պրոֆեսիոնալ լինի, չէ՞ Մինասյան։ Ադը վալեբոլի պրոֆեսիոնալը որնա խաղա էլի, գործնագործի ու էշմլիցու պես։ Վախ քիթս։ Ձերը քաշի աղջի։ Մի րոպե մի հատ տնամ ինչ ա եղել։ Վախ քիթս ջարդեց։ Թող մի հատ նայեմ, ես այնքան քիթ եմ ջարդե, քթի մասնագետ եմ։ Ախ։ Բայց դժվար ոնց որ։ Գիտեք, ազատ ժամեր կան։ Եթե ուզում եք, եկեք ավելի մանրամասն կնայեմ։ Բա, գետը ամեն անգամ գերանչի բերեմ։ Արա քելե, եթանք մի կտոր բան ծամենք։ Մայրիկ, պատրաստ եղի, գալիս է ռեստորան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք հյուրընկալել ձեզ այս լուսավոր շքեղ ռեստորանում։ Այսօր դուք կհամտեսեք ամենահամեղ գրավիչ ուտեստները հարմար ձեր քիմքին։ Ուրեմն սա իտալական գատուզո պիցան է։ Հոտը ուղղակի անբացատրելի է։ Արևադարձային հովազի տապակած փայծաղ հատնտիր կարտոֆիլով։ Հոտ օղակի անմահական է։ Իսկ սա 25 տարվա հնեցված պաստա է իտալական, որը որ յուրահատուկ մարդկանց է բաժին հասնում ամենահաջողակներին։ Իսկ ըմպելիքներից կառաջարկեմ ձեզ արևադարձային ջերմոցներից բերված վարունգի թարմ քամած հյութ։ Գազարի հյութ և իհարկե բազուկի հյութ։ Շատ լավ է։ Նախ քո ոտը մեր տաղավար խերով ըլնի, բարով ըլնի, հաջողություն բերի։ Այս աղջիկը ասած բարերը շատ համով են, բայց այդ սաղ քիմիա է։ Համի մայրիկը քո համար մի հատ ընտիր, տնական, համով արշտակը սարքի, մատերը թետը կուտես, միջև այդ արշտան պատրաստ լինի, խնդրեմ, իմ ձեռի համար այնը փորձի։ Պամիդոր վարունգով սալատ, էլի։ Հադե ազիս էլի պատմիտենա, ոնց ես, ինչ կա, ինչ ես անում, ոնց ես տեղ հանգստանում։ Դե նորմալ էլի մեր հանգիստ ենք վայելում։ Ապրես, լավ ես անում, չուզողի աչքն է հանում ես։ Ազիս գիտես ինչ կա, ուտելիքի մեջ պետքա հոգի ելնի։ Այ օրինակ սարքես կծմնջուկ, ծնեբեկ, բոզբաշ։ Քուր ջան, չէ, հանգստացի, քեզ նկատի չունեմ, ուտելիքի անունն է։ Այ օրինակ էլ ինչ համով հայկական ուտելիքներ կան։ Ավելուկա, սիբեխը, քրչիկը։ Քուր ջան, չէ, ցավը տանեմ, էսի քո մասին չի, ուտելիքի մասին է խոսքը։ Ցավը տանեմ, դու պետք է լավ սնվես, որ առողջ ելնես, կնիկդ սիրուն ելնի։ Այ մարդ ոչ թե պատզեմ կիտակի արեստական ու փչացած ուտելիքների հույսին մնաս։ Այս մեկը քուր ջան, քեզ նկատի ունեի։ Եկեք նախ ես այս պիցայից փորձեմ։
Շատ համով է։ Լյուքս ռեստորանին վայել ուտելիքեր։ Ինչ հաճելի է, շատ ուրախ եմ, որ հավանեցիք։ Ազի Սլեմիատիմ ձերի ամառայինը փորձիլը։ Մայրիկ, ես ինչ համովայելի եմ ուզում։ Վայ բալես մերնեմ սրտիտ։ Դե մի հատ էլ էս ամանը մաքրենք, այսենց էսի կեր, որ կնիկոտ սիրունը լի տղես։ Ոչ թե լացնովի պռոշներով ու լացնովի սպուլաներով։ Իրոք շատ համով էր։ Ցավը տանեմ, մայրիկի եփածն ուրիշ է։ Էս քարտը վերցրու, երեկոյան այս ժամին կլինես էստեղում։ Ընթրիքին մայրիկի արշտան կուտես։ Ես չիպսելա տրիդեն վերցրու ու հիշի, ձինս տելը մի այբա, ձյուց իշնելը ուրիշ այբ։ Կելը ախբեր, կելը եթանք մի բան խմենք։ Մի փորել ալ։ Շատ ուրախ եմ, որ հավատում ես անկեղծ սիրուն ու հիմա էլ փորձում ես սիրող սրտեր իրար միացնես։ Ես ես ամենը անում եմ, որ մեր աղջիկները ավելի ինքնավստահ դառնան։ Անկախ նրանից Շալարայանի հետ կստացվի, չի ստացվի։ Ես ուզում եմ իրանք իրանց սիրեն, գնահատեն։ Համաձայն եմ։ Լսի, երկար ես սենց հետս խռով մնալու։ Մինչև որ խորապես չգիտակցես քո սխալը։ Ոնց ասում է Գուսան Արմենչիկը, ներիր, խնդրում եմ դու ինձ ներիր, կամ լսի ոնց ասում է Գուսան Մարտին Մկրտչյանը, ներիր, էլ չեմ կարող, սրտակեր եմ ու սիրտ կերող, բայց հավատամ մեղավոր չեմ, ներիր, կամ ոնց ասում է Գուսան Վնասը, արեցի զանգ բերին քուշը, արեցի զանգ բերին քուշը, կամ ոնց ասում է Գուսան Սերժ Սարգսյանը, սյուս կան ճիշտ էր, ես սխալվեցի, կամ ոնց ասում է Արդիշոփի Լավ, վերջ, ներում եմ։ Հա? Բայց լսի, իրականում լավ է խանդոտ է, սյուզ։ Բայց ասա, որ նարգիլեն սազում է, չէ՞։ Ես լավ ծխեր էի տալի, կլորակները, բաները։ Լևոնովնա, ուշադիր եղի, քո մուտքն է։ Կինը Լուսինն է, իսկ տղամարդիկ աստղերը։ Աստղերը շրջապատում են Լուսնին, և Լուսինն ընտրում է այն աստղին, ով ամենից շատն է ցոլում տիեզերքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այն կինը, որին բոլորը համարում են սառը, պարզապես չի հանդիպել տղամարդու, որը կարթնացնի իր մեջ կրակը։ Ժան Դելեբրյուեր։ Բարև ձեզ։ Ասում են կանայք սիրում են ականջներով, իսկ տղամարդիկ աչքերով։ Առաջին անգամ եմ տեսնում, որ օձը բավական չի սողում, նաև շիկահեր է։ Իսկ ես առաջին անգամ եմ տեսնում, որ Առնետը այսպես վարժ տիրապետում է մայրենի լեզվին։ Իդեպ ձեր դեմքը ինձ հիշեցնում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը։ Ընդհանրապես խոստումնալից չէ։ Իսկ ձեր դեմքն ինձ հիշեցնում է Մալիևիչի հայտնի նկարը։ Քառակուսի և ներսում ոչինչ չկա։ Իդեպ մի միտք կա, որը կուզեի ֆրանսերենով հնչեցնել։ La femme de la croissant։ Կինը պետք է մի փոքր զուսպ լինի, Ջո Դասեն։ Տեղին է նաև ասել հետևյալ տողերը։ Այս կյանքում շատ-շատերը գերի են դառնում փողին և իրենց ապրած հարգանքը հավասարեցնում հողին։ Էդո Բարնաուցկի։ Իդեպ, եթե գաք ինձ հետ,
Ես ձեզ կասեմ, թե ինչ նշանակություն ունեն ձեր սպիտակ մազերը ըստ հին շումերական արձանագրությունների։ Իսկ եթե միանաք ինձ, ես ձեզ կասեմ, թե ձեր դաջվածքներն ինչ նշանակություն ունեն գոհական աշխարհում։ Առավել ևս Օրենբուրգի Սև Դելֆինում։ А есть под Оренбургом фонтанчик с черным дельфином. И в жизни видеть лишь раз его доводилось всем тем, кто проходил его мимо. Фонтанчик с черным дельфином. Մանրամասների համար հասցեն եւ ժամը նշված են։ Կներեք, բայց ես այսօր զբաղված եմ։ Ամեն անգամ պապը փլավ չի ուտեմ։ Հա, Կալբաս ջան։ Ապեր, ինչ նորություն կա։ Այ քո ցավը տանեմ, оказывается, ուրեմն Սյուզին, միջև ականջների ծայրը սիրահարվել է այդ Շելարայանի տուն։ Հա, պոկ չեն գալի իրարից։ Հա, բավոնց։ Աշկիս միջև ամուսնությունը մի հատ սենց պստիկ սարդել կայացնվելու։ Կներես Կալբաս ջան, ասում եմ ամեն ինչ ցենտրալ լինելու, հա, վсё, հաջողություն։ Ջան ջան կատակ կենեի, շատ սիրուն էիր, բոմբես ազիս։ Մերսի կյանքս կոմպլիմենտի համար։ Տայնանինայ, նայ, տայնանինայ, նայ, նա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 նנնննննննննննննննnնն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 նnնն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 نնն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 նنննննنնննنնննنննننննنن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 
Կայան ջան, կարանք արդեն զանգենք։ Հա, իհարկե կարակ։ Դուք ինձի պատժաշկայրի կեսը ցեզի կենեմ։ Ալո։ Ալո։ Իսա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսա ջան, Ռուդի նախկին մոդելներից է, Լալան։ Ռուդի մոդելներից արդեն վատ է։ Իսա ջան, ուզում ենք իմանանք Ռուդին իրոք Եգիպտոսում է։ Հա, Ռուդին Եգիպտոսում է։ 4 մոդելների հետ։ Այո։ Փաստորեն Ռուդին իրոք գաղութի աղջիկներին տարել է Եգիպտոս։ Ոնց։ Այդ շտանգիստները գաղութից են փախել։ Հա։ Լավ, Լալա ջան, ես ձեզ ավելի ուշ կզանգեմ, մերսի։ Փաստորեն սրանք գաղութից են փախել։ Էս ինչ հետաքրքիր նորություններ։ Լրիվ հայկական սերիալ։ Էս ինֆորմացիան շտապ պետք է օգտագործել։ Փաստորեն Ռուդին իսկականից գաղութի աղջիկների հետ գնացել է Եգիպտոս։ Վայ թաղեմ քեզ Ռուդի, վայ շնաձկների փայ դառնաս Ռուդի։ Բասեյնի մոտ ընկնես ջարդ ու փշուր լինես Ռուդի։ All inclusive-ը վրե թթվի Ռուդի։ Hello my friend. Brother, one cocktail, բայց տեսլա տոնիկով սարքի։ Այսօր կարևոր սվիդանի եմ։ Պիտի տրամադրությունը ստեղ լինի։ Thank you brother. Хорошо. Ժամանակն է։ Թոմասը տեղում է, եկեք։ Ինչպեսի շքեղություն։ Ով կմտածեր, որ կանանց քրեակատարողական հիմնարկից մենք միանգամից կհայտնվենք այսպեսի շքեղ վայրում։ Ազիս, բերթի բալանդի փոխարեն կուտենք սպագետի բոլոնեզը։
Բերթի ընդհանուր բաղնիքից հետո անհատական ջակուզի ու սպա։ Բանտապանի մունաթից հետո մենք ենք մունաթ գալիս արաբ մատուցողների վրա։ Հարցերում հուբին կենքով մեջքի հարվածներից հետո Ռիքսոսի սպայում տակ քարերով թայլանդական մեջքի վերսում։ Ճիշտ էր ասում Միշոն, Բերթից դե ու մենք հլը շարունակում ենք։ Հլը մի րոպե, բայց ոնց ենք երեքով գնալու Թովմասի մոտ։ Այդ տղեն հո արաբ չի, որ մի անգամից 3 կին ունենա։ Ազիզ, ճիշտ ես ասում, հերթով կգնանք։ Սկզբում ես կգնամ, հետո Լևոնևնան կգնա, հետո դու կգնաս։ Իսկ ինչու ես մտածում, որ առաջինը դու պետք է գնաս։ Ես եմ գլխավոր դևին հաղթել, որովհետև Իզաբելլայի եւ իմ միջև Թոմասը ընտրել է ինձ։ Հետևաբար առաջինը ես եմ գնալու։ Ազիզ, էնի իմ սարկած ուտելիքները այնքան էր հավանեմ, մատերը հետը կերավ։ Դրա համար առաջինը ես եմ գնալու։ Առավել եւս հիմա ընթրիքի ժամն է։ Մայրիկ, քո խոսակցություններից ձեթի հոտ է գալի։ Այսքան է զուգվար զարդարվար մեկա նույն ճենջոտը մնացիր։ Ազիզ, ոնց որ խառնես իրա գանձս։ Բեկվակյան ձեզ մի փոքր կանաչ Չի կարելի։ Վերջ տվեք։ Աղջի դու տենց չի կարողացար քեզի մարդավարի պահել։ Հələ մի րոպե կային է կարա, այս ինչ է կանը։ Բոշա։ Ալո, բարև ձեզ։ Ես ոստիկանություն եմ զանգահարել։ Ես ձեզ ուզում եմ հաղորդում տալ։ Եգիպտոսի Ռիքսոս Ռադամի հյուրանոցում գտնվում են 4 բանտարկյալ։ Նրանք օրեր առաջ ապօրինաբար լքել են երկիրը։ Այո, նրանք Հայաստանի կանանց գաղութից են փախել։ Հիմա նրանք հյուրանոցում են։ Կխնդրեի գրեք նրանց անունները։ Ոչմ հավքվում եք ու դուրս ենք գալում ստեղից։ Մեր կեղտերը հելելա ջրիեր ես։ Ինչ ա եղել նացալնիկ։ Կանաններում իմացել եմ, որ ստեղի ոստիկանությունը գիտի, որ դուք բանտարկյալներ եք ու հմիկ գալում ա հույրանոց, так что давайте, փասափուսիկդ հավքում եք թռանք։ Ոչ, պարոն Մինասյան, այդ ինչպես։ Շելարայանին ընդամենը 1 քայլ էր մնում, որ մեզնով անենք։ Այ որ ճիշտ ասում ես, հանրագի տարիվը կան։ Էնի համարյա մեր ջեբն է, համի ինչ թողենք գնանք։ Սենց շանս էլ կյանքում չենք ունենա, նաչալնիկ։ Արա չեք հասկնում, որ մեզ ագրավի սրոգով փակելու են, արա հոդու գիշ չեք, հավքու եք տրանք։ Այ ման լավ էլի Մինասյան, այսքան աշխատանք։ Այ Ջորջո Արմանի, արիվես ինչա կատարվում երեխեք։ Իը, Ռուդզի։ Ռուդոլֆ։ Դու գրող ու սև ցավ։ Արա ջան դզեց, հետ եկավ հիշողությունը, ախպերես։ Ռոդ, թրանք ժամանակ չկա։ Ռուդզի ջան, նաչալնիկն ասում է Շելարյանին թողնենք ու գնանք, բայց ինքը արդեն մեր ջեբն է։ Ճիշտ է ասում Մինասյանը, ստեղից արագ գնալա պետք քանի չենք բռնվել։ Այ մարդ, Թոմասը։ Ես ինչ ա եղել։ Մի լարվեք, ամեն ինչ կարգին է։ Կարևորը ես ճիշտ ժամանակին հասցրեցի։ Բայց ինչ էր պատահել։ Պարզապես ձեզ փրկեցի բանսարկուների ձեռքից։ Եվ վերջապես կարող ենք վայելել միմյանց ներկայությունը։ Ես լիովին համաձայն եմ։ Ռուդզի, ես իհարկե շատ ուրախ եմ, որ քո հիշողությունը տեղն ա եկել։ Բայց կանաց բացատրես, ինչ ենք մենք այդ Շելարայանին ձերքնեցս բաց թողել։ Որովհետև դա Շելարայան Թոմասը չէր։ Իա, լուրջ, բախիշու չէիր ասում։ Վայ, իսեր Գոսպդի Մինասյան, ախր հենց նոր դու ասեցիր, որ ես հիշողությունս կորցրել էի։ Արա հա էլի ճիշտ ա, ճիշտ ասած իմ հիշողությունն էլ արդեն սկսեմ անձի պատվադի տանել։ Հեսա, տես լրատվականներում արդեն գրել են, Սփյուռքահայ բարերար մեծահարուստ Թոմաս Շելարայանը Հայաստանում է և կազմակերպում է գեղեցկության մրցույթ օջախի աղջիկ։ Շեֆ ջան,
Շեֆ ջան, Ռուդի ապեր։ Շեֆ ջան, ուրեմն աղջիկներին պահել եմ շատ ապահով վայրում, ով ուզում է մանգա չի գտնի, իսկ ինֆորմացիան տեղական անվտանգության համակարգին փոխանցել էր Իզաբելան։ Ատենաս ուրդուց է իմացել այդ խոսես։ Понятия не имею. Վախ Ռուդի, ինչի սենց արեցիր, թող մի մանիկյուրդ երկու չդառնա։ Վայ Ռուդի, 6-ից հետո հաշ չունես, բայց մեկա չաղանաս։ Վայ Ռուդի, նույն շորը 2 անգամ հագնես։ Վայ Ռուդի, ինչի մեզ դավաճանեցիր այդ քնձռների հետ։ Թող պիդիկյուրդ կպնին դիվանի անկյունին ոտը ցավա։ Հələ մի ադեմ ձեր այդ գլամուր անեսքների ապարատը անջադեք։ Փաստորեն ձեր Ռուդին ձեզի պատստավկա է երե։ Լավ, հիմի տեսեք, թե ինչ կենենք։ Մի ադեմ այդ Իզաբելայի համարը տվեք ընձի։ Աստր մեր աղջիկեքը ես ընթացքում լրիվ սխալ մարդու հետևից են ընկել, մտածելով, որ էդի Շելարայան։ Բայց մի հատ լավ բան կա, որ մեր աղջիկները իդեալական լեդիներ են դարձել ու իսկական Շելարայանի կազմակերպած օջախի աղջիկը մրցույթում Հայաստանում կտժացնեն ուղղակի։ Հարավաց ես մի բան չեմ ջողում, ես այդ ճերմակ ջահելը Շելարայանը չի։ Բաղով։ Մի րոպե սիրելիս։ Բա ուր է շքախումբդ։ Ով։ Շքախումբը։ Տիկնապահներդ թանկարժեք մեքենաներով, օգնականներդ թանկարժեք մեքենաներով, վարորդներդ թանկարժեք մեքենաներով։ Այդ ցավտանը այդ ամեն ինչից ես մենակ մեքենա ունեմ, այն էլ թանկարժեք չի։ Թանկը մենակ բանտաժներն են, Նարդոսից եմ առել մեր Ռոմիկի մոտից։ Մեկի որակով հեղուկ գազ եմ դրել վրան։ Ոնց։ Դու օլիգարխ չես։ Չէ, այդ ցավտանեմ, ես օլիգարխ մենակ տելևիզորով եմ տեսել, տաքսիստ տղա եմ ասել այդ։ Բա ինչի՞ է քեզ օլիգարխի տեղ դրել հյուրանոցում։ Էդի հյուրանոցից է։ Նենց ճոխ հյուրանոցը, որ դաժե տաքսիստը իրան օլիգարխ է զգում։ Բա որ դու հարուստ չես։ Ոնց էր կարողացել տենց թանկ հյուրանոցում մնալ։ Ձողիկներով պուծովկա է շահ։ Լուրջ։ Ձողիկներով։ Հա, կյանքս հիմա էլ վիզ եմ դրեն Type-C զարադիշնիկի լարշա եմ։ Կյանք, ուր։ Սիրան աղջիկը դու երկուրը հոզ